կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե օգտագործեք գազարի հյութ։ Մրգերից և բանջարեղեններից պատրաստված բնական հյութերը ապահովում են օրգանիզմի բնական սնուցումը, պաշտպանում են օրգանիզմը ջրազրկումից։ Գազարի հյութը նույնպես շատ օգտակար հատկություններ ունի, եթե օգտագործեք գազարի հյութ, այն շատ օգտակար կլինի լյարդի համար։ Խթանում է լյարդի աշխատանքը և նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրս գալուն։ Ուռուցքների աճը կանխարգելող հատկություն ունի, կարոտենոիդների մեծ քանակությունը օգնում է կանխորոշել որոշակի ուռուցքների գոյացումը, օրինակ՝ արգանդի, կրծքի և հաստ աղու քաղցկեղի առաջացումը։ Գազարը կնվազեցնի խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Այն պարունակում է լուծիչ մանրաթելեր, որոնց շնորհիվ կկարգավորվի խոլեստերինի մակարդակը։ Գազարի հյութ օգտագործելով կբարելավի ձեր տեսողությունը։ Գազարը մեծ քանակությամբ վիտամին A է պարունակում։ Հաղորդում է էներգիա։ Գեղեցկացնում է մաշկը։ Վիտամին A-ի պարունակությունը օգնում է պաշտպանելու մաշկը չորությունից, ինչպես նաև դրանից առաջացող խնդիրներից, օրինակ՝ փսորիազից։ Գազարը օգտակար է սրտի աշխատանքի համար։ Գազարը բացի A վիտամինից, հարուստ է նաև C վիտամինով, որը նույնպես անհրաժեշտ է օրգանիզմին։ Հսկայական քանակի հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը։ Գազարի հյութը պարունակում է B, C և E խմբերի վիտամիններ, պարունակում է օգտակար միկրոտարրեր, երկաթ, կալցիում, սելենիում, մագնեզիում, ֆոսֆոր, և դրա շնորհիվ այն բարձրացնում է իմունիտետը։ Մարդիկ, որոնք սպորտով են զբաղվում, գազարի հյութը դրականորեն է ազդում մկանային հյուսվածքներում սպիտակուցի սինթեզի վրա։ Սակայն պետք չէ շատ օգտագործել գազարի հյութ, քանի որ եթե օգտագործեք մեծ քանակությամբ, այն կարող է բերել քնկոտության։ Պետք է խմեք չափավոր։ Մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, պետք է շատ զգույշ լինեն գազարի հյութ օգտագործելիս, օրինակ՝ դիաբետով հիվանդները պետք է շաբաթական 1 բաժակ օգտագործեն, իսկ ստամոքսի խոց կամ գաստրիտ ունեցողները ընդհանրապես պետք է հրաժարվեն գազարի հյութից։ Նաև չպետք է մոռանալ, որ գազարի հյութի չափից շատ օգտագործումը կարող է գերվիտամինոզ կամ երիկամային հիվանդություն առաջացնել։ Շաբաթական մինչև 3 բաժակի օգտագործումը բավական է։ Եթե օգտագործեք չափից ավել, այն կարող է առաջացնել գլխացավ, սրտխառնոց, բերել սննդային թունավորումների և առաջացնել փսխում։